Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում այսօրվա սերիան կարելի է վստահաբար համարել շրջադարձային, թե սցենարային կառուցվածքով, թե հուզական լարվածությամբ։ Իրադարձությունները հասան այն կետին, երբ բոլոր բաց հարցերը սկսեցին ինքնաբերաբար փակվել։ Միքայելը, գտնվելով վերակենդանացման բաժանմունքում Աննայի անկողնու մոտ, այս անգամ անկեղծության չափաբաժինը հասցնում է իր գագաթնակետին։ Նա խոսում է անկեղծ, մենակ մնալով անգիտակից Աննայի հետ, հերթական անգամ խոստովանելով իր սերը, իր ցավը և տարիների ընթացքում իր ներսում կուտակված զղջումը։ Միքայելի խոսքերը, չնայած առաջին հայացքից թվում էին մեկ ուղղությամբ ուղարկված, պատասխան չսպասելով, բայց հենց դրանց խորքում թաքնված ուժը դառնում է Աննայի արթնացման շարժիչ ուժը։ Վայրկյաններ անց Աննան բացում է աչքերը։ Նրա աչքերում մթնոլորտը փոխված է, հայացքում հստակություն։ Նա հայտնում է մի բան, որը կոտրում է բոլոր ակնկալիքները։ Աննան ասում է, որ լսել է ամեն ինչ, և իր մեջ կա միայն մեկ ճշմարտություն, այն, որ ինքը սիրում է միայն Միքայելին։ Նա միաժամանակ կտրուկ եզրահանգում է, նշելով, որ Սոսը վաղուց այլևս գոյություն չունի իր սրտում։ Սոսը, վստահ լինելով, որ Աննայի սրտի խորքում դեռ ինքն է ապրում, կանգնած է դռան հետևում, Անգելինայի հետ։ Նրանք լսում են այս խոսքերը, և Սոսն այդ պահին հոգեպես փլվում է։ Նրա մեջ միանգամից մարում է տարիներով վառվող պայքարի կրակը։ Նա հեռանում է, գլխիկոր ու լռակյաց։ Անգելինան էլ հետն է գնում, նրան ուղեկցելով։ Միաժամանակ պարզ է դառնում, Լիլիթի կերպարի ավարտը սիմվոլիկ է դառնում սերիալի ավարտի համար։ Նրա տարիներով կուտակված ատելությունը, չարությունը, կեղծավորությունը, խանդն ու քենը միանգամից պայթում են։ Նա մահանում է, և այս կորստին հատկապես ծանր է արձագանքում Արամը, իր ներսում խառնված խղճահարությունը մոր հանդեպ ու ատելությունը կատարած հանցանքների համար։ Տարածվում է տեսանյութ, որտեղ Արամը բացահայտ ասում է, որ իր մայրը ողջ կյանքում միայն վրեժով էր շարժվում ու Սոսին երբեք չէր սիրել։ Նա ամուսնացել էր միայն Սոսից Աննային խլելու համար։ Իսկ սերիալային իրադարձությունների վերջին էպիզոդներից մեկում Ֆաինան վերադառնում է Հայաստան։ Հենդոյի տանը ընտանիքի անդամների միջև տեղի ունեցող ջերմ զրույցի պահին անսպասելի կերպով ներս է մտնում Անգելինան։ Նրա ներկայությունը շոկային է բոլորի համար։ Ֆաինան արցունքն աչքերին գրկում է քրոջը, բայց անակնկալը դրանով չի ավարտվում։ Անգելինան հենց այդ պահին Հենրիի, Միքայելի, Հենդոյի և Ֆաինայի ներկայությամբ հայտարարում է, որ հղի է։ Այս բացահայտումը դառնում է պատմության գագաթնակետը։ Այն պատահական չէ։ Լիլիթի մահով ավարտվում է անցյալի մթումը։ Սոսի պայքարը մարում է, որովհետև նա այլևս պայքարելու ոչ մի բան չունի։ Եվ երբ բոլորը փորձում են իրենց ներսում հանգստություն գտնել, հղիության լուրը դառնում է կյանքի շարունակության հուշումը։ Սերիալը ավարտվում է ոչ թե ողբերգությամբ, այլ խաղաղությամբ։ Բոլորը ստանում են իրենց դասերը, իսկ հանդիսատեսը սթափեցնող ուղերձ։ Այս պատմությունը միայն սիրո ու ատելության մասին չէր, այն ճակատագրերի բախում էր հին մեղքերի, վրեժի, հուսահատ պայքարի և վերապրելողների խիզախության։ Հարգելի հետևորդներ, ինչպես եք արձագանքում այն փաստը, որ Աննան սիրո խոստովանություն արեց Միքայելին։ Գրեք մեկնաբանություն։ Լավ կհանգստանաս։ Ես ոչ մի ձև քեզ նեղություն չեմ տալիս։ Տեղը տասա։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք։ Այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։
Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք։ Մամաս ասանք, ասաց սպաս ասանք է համեմ բեր։ Ես գիշերվա կեսի որտեղ եմ համեմ ճարեմ։ Մեկը տեսնում եմ այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառը։ Հարսանիքի սեղանից համեմ։ Շնորհակալություն Ռոբջան։ Քիչ է թարքուն տարեկան։ Դու խաշտի։ Շիկինոլայի մարքշուպ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Ով։ Ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Էս ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը մեկ էլ ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Անգելինը մեջ ճանաչում ենք, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրոնզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տան հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում,